Ապրիլի 26-ին Գորիսը մարդաշատ էր, օրը հագեցած էր Գուսան Աշոտի ծննդյան 118-ամյակին նվիրված միջոցառումներով։ Տոնական իրարանցումը սկսվեց հայ նշանավոր աշուղ ժողովրդական արտիստի Կիսանդրու պատվանդանին ծաղկադրմամբ, որին մասնակցեցին մարզային եւ համայնքային իշխանությունների ներկայացուցիչները, բազմաթիվ գորիսեցիներ ու զբոսաշրջիկներ։ Հյուրերի մեջ էին նաև Գուսան Աշոտի թոռն ու ծոռը։ Հպարտությամբ խոսելով պապի մասին, ծոռնուհին ափսոսում է, որ չի հասցրել աշուղի կատարումները կենդանության օրոք վայելել։ Ժողովրդի սերը դեպի իր հանդեպ անսպառ էր եւ նույն էլ ինքը պատմում են գորիսեցիները, որ տարբեր տեղերում քայլում էր, որտեղ որ տեսնում էին Գուսանին, իրենց համար մեծ ուրախություն էր, հուշատախտակ ունի, այդտեղ կանգնել էր, իր սիրած տեղներ, քթի տակ միշտ մրմնջում էր, երգեր հորինում։ Եվ որպես հուշ այդ հուշատախտակը կա պատի վրա կախված, որտեղ նշում է, որ մեր սիրելի Գուսանը այստեղ էր շատ սիրուն կանգնել, քայլել, եթե ես իրեն բախտ վիճակվեր տեսնեի, ես երևի, չգիտեմ, իր կողմից այն կողմ չէի գնա, իր հետ կապրեի, կասեի պապ, մի հատ երգ սովորել է, մի հատ լսի, տես ոնց եմ երգում։ Մեծ ու փոքր եկել էին մասնակիցը լինելու հայրենակցին նվիրված փառատոնին։ Գուսան Աշոտի ստեղծագործությունները սիրելի են շատերի համար։ Լինում են պահեր, որ երգում եմ մեր տանը, թե դրսում կամ դպրոցում երգի ժամերին։ Շատ եմ սիրում Գուսան Աշոտի երգերը, ինձ ոգեշնչում է հարազատ մարդ ոնց որ լինի։ Օրը եւ մշակութային եւ մարզական էր, անցկացվեց Սյունիքի մարզպետի գավաթի բազկամարտի առաջնությունը։ Մարզի բոլոր համայնքներից ավելի քան 100 մասնակից էր ներգրավված մրցաշարում։ Ունենք մինչև 18 եւ 18-ից բարձր 2 տարիքային խումբ, ուրեմն 5 քաշային, 6 քաշային կարգ, մինչև 18-նա, 6 քաշային կարգ 18-ից բարձր։ Դրանց մեջ ընդգրկվում են նաև 1 տարիքային խումբ փոքրերից աղջիկները, մեկը մեծերից էլի աղջիկները։ Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները խրախուսվեցին համապատասխան կարգի դրամական պարգևներով, մեդալներով եւ պատվոգրերով, ովքեր էլ չհաղթեցին, խոստացան հաջորդ անգամ ավելի լավ պատրաստվել։ 3 հոգու հետ կապել եմ, մեկին կարել եմ, երկուսին կարվել, երկուսը սպորտսմեն էին, դե ես տենց սպորտի հետ շատ ուժեղ չեմ, էլի շատ չեմ պարապում։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի խոսքով նման մրցաշարերի նպատակը երիտասարդներին սպորտին ավելի մոտ դարձնելն է։ Սա մեզ համար շատ կարևոր է այսպիսի միջոցառում եւ դուք նկատում եք նաեւ, որ այստեղ են բոլոր օղակները եւ սա վստահաբար ամենակարևորն է, որ Սյունիքում բոլորը անկախ իրենց քաղաքական հայացքներից, անկախ իրենց պատկերացումներից տարբեր հարցերի վերաբերյալ կա մի բան, որը մեզ համար բոլորիս համար նույնական է։ Դա լինենք ձեր ձեռքի տված եւ ամուր պահենք Սյունիքի դիմադրողականությունը։ Արուշ Արուշանյանն ընդգծեց, մինչև տարվա վերջ մի շարք միջոցառումներ կան նախատեսված։ Ներքին զբոսաշրջությունը զարգացնելու համար էլ կան անհրաժեշտ բոլոր պայմանները։ Կարծում եմ մեր հայրենակիցները ոչ թե պետք է օտարության մեջ ընտրեն ինչ-որ հետաքրքրություն, այլ կարող են գալ այստեղ իրենց հայրենիքին ծանոթանալ, մեր պատմամշակութային կոթողներին, տեսնել իրենց նախնիները ինչպես են ապրել, հպարտանան դրանով, ոչ թե այդքան օտարի նորակառույցները կամ ինչ-որ նոր բաները գովազդեն, այլ ինձ թվում է շատ խելք պետք չէ սպառ ճշմարտությունը հասկանալու համար, թող բոլորն էլ գան այստեղ, մենք հյուրասեր ժողովուրդ ենք, բոլոր պայմանները ստեղծում ենք, որ զբոսաշրջիկների համար լինի հետաքրքիր միջավայր։ Գուսանական երգի փառատոնի եզրափակիչ ակորդները հնչեցրեց Նարեկացի նվագախումբը։ Գորիսեցիների համար մարզամշակութային այս օրը դեռ երկար կհիշվի։